Կարին Աղալարյան, սոնոգրաֆիստ, խնդիրը ասուլիսում արդեն ծանոթ եք ասուլիսից, որ մենք բարձրաձայնում ենք ապահովագրության հետ կապված խնդիրները, որոնք առաջացել են բժիշկների մոտ։ Դա եւ վարձատրության հետ կապված է, եւ ներկապահին կոդերի բացակայությունն է, եւ հերթագոյացումն է, մի շարք խնդիրներ, որ իհարկե ցանկալի է մեր ձայնը լսելի լինի։ Դուք ձեր օրինակով տեսել եք, որ աշխատավարձի խնդիր կա, որ աշխատավարձերը իջեցրել են ապահովագրության։ Ես իհարկե իմ օրինակով եմ տեսել, եթե ուշադիր լինեք սոցցանցերում շատ են գրում բժիշկները, որ չգիտենք ոնց ծախսենք, ստացել ենք 50,000 դրամ, ստացել ենք 25,000 դրամ, ես նույնիսկ բժիշկ գիտեմ, որ ստացել է 19,000 դրամ։ Դրանք իրական պատկերներն են, առանց չափազանցության, նեղ մասնագետների մասին է խոսքը։ Այսինքն քանի տոկոսով է իջել մոտավորապես աշխատավարձերը։ Ես կդժվարանամ ասեմ քանի տոկոսով, որտեվ ի վերջո մենք սպասարկում ենք տարբեր բուժառուներ, հա, խոսքը գնում է ապահովագրության մասին միայն, դա բնականաբար քիչ տոկոս է կազմելու, բայց դեռ այս պահին մենք ունենք վճարովի բուժառուներ, մենք ունենք պոլիկլինիկական ծառայություններ, դրանք չեն փոխվել, բայց մենք հասկանում ենք, որ դա կրում է ժամանակավոր բնույթ, այսինքն 1-2 տարի եւս բոլորը լինելու են ապահովագրված։ Դրա համար ցանկալի է, որ սկզբնական շրջանում այդ խնդիրները բարձրաձայնվի։ Որպես բժիշկ, ինչ խնդիրներ եք լսել քաղաքացիներից այս ապահովագրության մասով, եղել են դժգոհություններ։ Քաղաքացիների պահով հիմնական 65+, շատ ուրախ են, հասկանալի է իրանց, իրականում շատ լավ կողմեր ունի, եկեք անկեղծ լինենք, հա, արդար խոսենք, լավ է, որովհետև մարդիկ լինում է անվճար վիրահատվում են, անվճար սպասարկում են, անվճար դեղորայք են վերցնում, իհարկե լավ բաներ ունի, լավ կողմեր ունի, բայց էլի եմ նշում, որ սկզբնաղբյուրը բժիշկներն են, որ իրականացնում են այս հզոր գաղափարը, դրա համար ցանկալի է եւ որ մեր ձայնը լսելի լինի, վերանայվի բժիշկների պայմանները։ Ինչ ակնկալիք ունեք ազգային ժողովից։ Մենք նամակով, հա, դիմում նամակով ուզում ենք այն խնդիրները, որը բարձրաձայնում ենք, դիմենք ազգային ժողով եւ լսումներ իրականացվեն։ Իսկ մինչև այս լսումներ չեն իրականացվել ազգային ժողովում։ Ճիշտ ասած, ես տեղյակ չեմ, որ մինչև այս պահը խոսացվել է, լսումներ է իրականացվել, տեղյակ չեմ։ Եկեք ճիշտ ենք, նախ ասեք այսօր ինչ եք իրականացնում, ինչ դիմումներ բովանդակությամբ։ Իրականացնում ենք այն, ինչի մասին հայտարարել ենք, մենք ուզում ենք, որ ապահովագրական համակարգը գործի, բայց արդյունավետ գործի, չոտնահարվեն բուժաշխատողների շահերը, որովհետև այդ բուժաշխատողները